Նախորդային քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք երեկո Գյումրու և Փարաքարի ավականիների ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։ Գալլամիջոցառման ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։ Ուզում եմ իմ երախտիկի խոսքն ասել ձեզ, պարոն վարչապետ, և կառավարությանը այն հսկայածավալ ներդրումների ու ծրագրերի համար, որոնք կառավարությունը իրականացրել է Գյումրիում։ Քաղաքի զարգացումը պահանջում է, որ համայնքային իշխանությունը շարունակի կառավարության որդեգրած քաղաքականությունը, և հենց սա եմ ընդունում անձնապես իմ և մեր թիմի առաքելություն։ Ծառայել գյումրեցուն և զարգացնել մեր քաղաքը։ Սրանք են լինելու մեր ուղենիշերը գյումրեցու վստահության քվեով համայնքային իշխանությունը ստանձնելուց հետո։ Այո, ծառայել գյումրեցուն և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստարել այն, լուծել գյումրեցու խնդիրները և ոչ թե նեղ շրջապատի։ Հենց սա ենք մենք առաջարկում գյումրեցուն, սա ենք որդեգրում որպես սկզբունք։ Սիրելի գյումրեցիներ, մեր ծրագիրը զարգացած, առաջադեմ և իրատեսական ծրագիր է, որտեղ առաջնահերթ կլուծվեն թափառող շրջերի խնդիրը, կգործի նոր տրանսպորտային համակարգ, անվճար և վերանորոգված մանկապարտեզներ, կահավորված սպորտ դպրոցներ, կանաչապատ և բարեկարգ խաղահրապարակներ, ասֆալտապատ փողոցներ։ Ստեղծելու ենք ներդրումային անվտանգ միջավայր, ապահովելու ենք համերաշխ հանրային կյանք։ Այս ամենը մենք խոստանում ենք հիմա ու վստահ իրականացնելու ենք։ Սարի պես Գյումրու թիկունքին։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին անդրադարձել է նախընտրական պայքարի իրական պատճառներին։ Բայց ինչ կապ ունի այս ամեն ինչը Գյումրի ընտրությունների ծագումնաբանության և ընթացքի հետ։ Կապը շատ մեծ է, որովհետև նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետև ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի և Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են և դրանք Սերժիկի գույքերն են։ Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև ապօրինի գույքի վերադարձի համակարգին, որով վերադարձվում է ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքը։ Օրինական մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված Նիկոլ Փաշինյանը մատնացույց է արել քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներին, որոնք տևական ժամանակ դուրս էին մնացել քաղաքական ասպարեզից։ Եվ համակարգը, որը մենք ստեղծել ենք, այնքան խորն է այլևս մտել այդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու հետ, մինչև Հայաստանի ժողովրդից գողացված վերջին հատիկը չվերադարձվի։ Գյումրեցուց գողացված, Երևանցուց, Վանաձորցուց, Կապանցուց, Մեղրեցուց և այլն և այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որ այս արձանագրումը շատ հստակ լինի։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչու է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով
արագ չգործելու համար գնան ընտրական տեղամասներ եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում, որովհետեւ այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու եւ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը